Գիտեք ինչ էր կատարվում, մենք ողջ ընթացքում փորձում էինք օպերատիվ ներկայացնել կատարվողը, նաև վերջում գնացինք քրեական ոստիկանության շենքը, որտեղ արդեն ազատ էր արձակվել Սամվել Կարապետյանի եղբորորդին եւ ստացանք տեղեկություն, որ Սամվել Կարապետյանը փաստացի ձերբակալված է, թեպետ պաշտոնական տեղեկություն չունեինք, բայց դա դուրս եկավ եւ հիմա էլ գիտեք, որ դատական նիստն է ընթանում, որով որ իշխանությունները ուզում են կալանավորել Սամվել Կարապետյանին, մեղադրելով իրեն իշխանազավթման կոչի, հեղաշրջման կոչի, ես չգիտեմ ոնց են ձևակերպել, բայց իրեն խոսքերը, որ ինքը չի հանդիսանում քաղաքական գործիչ, ուստի ինքը հոգնակի ասել, որ մենք մեր ձևերով ենք միջամտելու եկեղեցու դեմ կատարվող այս խայտարակությանը։ Նիկոլը այս խոսքերը մեկնաբանում է իբրև հեղաշրջման կամ իշխանազավթման կոչ կամ փորձ, ես չգիտեմ ինչ ավելի մանրամասն երևի Վարազդատը մեր շատ լավ ընկերը իրավաբան այսօր կպարզաբանի մեզ համար, մինչ այդ էլ երևի արդեն կունենանք տեղեկություններ, ինչ գիտենք դատավորի մասին։ Դատավորը նորանշանակ դատավոր է, որը նոր է տեղափոխվել 24 թվականին նշանակվել է եւ նոր է տեղափոխվել Ավանի եւ Մասիվի բաժին մեզ հայտնի։ Այդ մեզ հարազատ բաժինն է։ Այո, մեզ հարազատ բաժին, այստեղ նաև բանը կա, այդ հոդվածը կա, որում մեղադրվում է Ինչ հոդվածի։ Սամվել Կարապետյանը, Արտակ Կարապետյանի մասին է խոսքը, դատավոր Արտակ Կարապետյանը երիտասարդ դատավոր, նոր նշանակված, քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով։ Ըստ որի Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարչական լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ Սահմանադրությամբ չնախատեսվածը դա հետաքրքիր է, ոնց են պարզաբանել, ինքը ասել է մեր ձևերով, իրանք ինչ գիտեն, իր ձևերը սահմանադրությամբ նախատեսված են, թե նախատեսված չեն, օրինակ ինքը կարող է կոչ անում մարդկանց դուրս գալ փողոց, դա սահմանադրությամբ թույլատրելի է, թե թույլատրելի չէ։ Ես առաջարկում եմ քննարկենք, միասին փորձենք հասկանալ, ոնց կարելի է այդտեղ տեսնել։ Կարող է Վարազդատի հետ ավելի շատ մասնագիտական որ լինի։ Չէ, ես ու դու որպես մարդ, որոնք որ օրինակ որ եթե լինեիր օրինակի համար իշխանություն, որտեղ կտեսնեիր տեղյակա սահմանադրական բանը, կտորը։ Դե ինձ թվում է կնետա, որ ապօրինի է այս ամենը, զուտ մեր աչքերով եթե նայենք մասնագիտական գիտելիքները այստեղ պետք չեն էլի հասկանալու համար, որ շատ լայն բան է ինքը ասել ու դրա տակ տեսնել հստակ ինչ-որ բան, այն էլ պնդել, որ այդ հստակը հակասում է սահմանադրությանը, ինքը չի ասել, մեր ձևերով որն է, նայ, արի մատ հասկանանք, Սամվել Կարապետյան, հա, ինքը գանգստեր չի, որ դու ասես, որ ախպերս դե մարդը գանգստեր է, պարզա, որ իրա ձևերը դա բանն է, տենց զենքով գնալ վերցնելն է, ինքը չունի նախադեպեր չկան, երբ Սամվել Կարապետյանը ինչ-որ զինված գործողություն, օրինակ եթե Սասնա ծռերը ասեն տենց բան, նայ, եթե Սասնա ծռերը ասեն մենք մեր ձևերով ենք այս հարցը լուծելու, այդտեղ դու կարաս տեսնես նախադեպից ելնելով, որը նկատի ունեն, հեսա գնալու ենք զենքերով գրավենք ինչ-որ պետական հիմնարկ, հա, Սամվել Կարապետյանը երբևէ չի գրավել զենքով որևէ տարածք, առհասարակ նման ռեպուտացիա էլ չունի, ինքը ունի ռեպուտացիա բարերարի, ունի ռեպուտացիա խոշոր բիզնեսմենի, հիմա ի՞նչն է այդ ինքը ինչի հետ կարա ասոցիացվի, այսինքն որը որ հակասում է սահմանադրությանը։ Ես ուզում եմ մի հատ որևէ բան դու տես դաժե ծայրահեղացրեցիր ու փորձեցիր դաժե այդ բանով էլի իր ռեպուտացիայով նայես Սամվել Կարապետյանի, բայց արի մի հատ ուրիշ բան պատկերացնենք։ Ես էլ եմ էլի ուզում եմ խորանամ, ոնց է օրինակի համար, որ քնիչն է սա համաձայնվել սրան, էլի, որտեվ ինչ է ասում Սամվել Կարապետյանը, ասում է թե քաղաքական գործիչները չկարողանան այս հարցը լուծեն, որն է այդ հարցը, ամենակարևորը այդ է, էլի։ Իսկ ինք չասում իշխանություն ենք փոխելու, եկեղեցու դեմ արվող Արշավի դեմը չկարացան առնեն, մենք մեր ձևերով ենք միջամտելու։ Հիմա արա իմ ուղեղում չի տա որ այդ մարդը ոչ ասել է իշխանություն ենք փոխելու, ոչ ասել է քաղաքական ուժերը թե իշխանությունը չփոխենք, մենք մեր ձևով ենք փոխելու։ Դες բան ես մարդ չի ասես, մարդն ինչ ասես, էլի ախպեր ջան,
եկեղեցու դեմ պիղծ արշավա գնում, այդ բառը չի օգտագործել դաշ։ Բայց իրականում դա եկեղեցու դեմ պիղծ արշավա։ Որն է պիղծ արշավի հիմքը, հա։ Երբ որ պետական իշխանությունը ներկայացնող մարդիկ կմտնում են սահմանադրորեն իրենց չտրված տեղեր ու կոչեր են անում եկեղեցու բանը գրավելու։ Էս այդ պահն է։ Այս մարդն ասում ախպեր հիմա սրա դեմը պետք է առնել։ Եթե քաղաքական գործիչները չառան, մենք մեր ձևով ենք առնելու։ Այսինքն ո՞րն է Սամվել Կարապետյանի ասացի բանը։ Այս մարդն ասում ախպեր ես քաղաքական գործիչ չեմ։ Իմը չի այդ գործիքակազմը օրինակի համար։ Չունեմ։ Ելնել, ելույթ ունենալ, առնվազն չունեմ, հա, բացի այդ էլ իմն է չի, ոչ միայն չունեմ, իմն է չի, ախպեր։ Ես գործարար եմ, որը ունի բարի բունի մաստով լիքը լավ բաներ արած։ Իդեպ այս երկրի համար երևի ամենաշատ արած մարդկանցից մեկն է։ Ես իմ ձևով եմ անում, ես ոնց եմ ենթադրում Սամվել Կարապետյանի ձևը։ Ուզում ես ես իմ կարծիքն ասեմ։ Դա ոնց է ձևը։ Ես պատկերացնում Սամվել Կարապետյանը պետքա դուրս գար ու ասեր սիրելի հայ ժողովուրդ, պաշտպանեք մեր եկեղեցին։ Մեր եկեղեցու նկատմամբ տեղի ունենում այլանդակ պիղծ քարոզ, որը հղի է եկեղեցու վրա հարձակմամբ։ Պաշտպանեք հայոց եկեղեցին, որպեսզի չկործանվի մեր եկեղեցին, մեր արմատները, մեր պետությունը ու պետականությունը։ Օրինակ սա ինչը կարա սրա լինի հակասահմանադրական կոչկամ իշխանությունը զավթելու, դուք ոնց է էլի, ես ուզում եմ հասկանամ ինչով է մտածել Նիկոլը։ Արա այն ինքը ինչով է մտածել որն է, ինքը ինձ թվում է իմպուլսիվ բաներով շատ աչքի ընկել ու ես իրար վրա գրել է, հետո էլ այդ Արադեմի չամտի բան, այդ իր լեքսիկոնը բերում է մեզ այն մտքի, որ ինքը իմպուլսիվ է, իսկ իմպուլսիվությունը գալիս է վախերից, դա միանշանակ է։ Հիմա կարող է ինչ-որ մարդիկ մտածում են դե լավ ինքը տենց ինչ-որ հաստատ վախում է։ Նախ նայեք, ինքը գործ ունի մի մարդու հետ ու անձնական կապիտալը համադրելի է երկրի բյուջեի հետ։ Երկրորդը գործ ունի մարդու հետ, որը տասնյակ հազարավոր մարդկանց արել է բարեգործություն այդ մարդկանց համար, հա, ու շատ դժվար է դա ուրանալ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչն է ուրացվում, բայց ինքը հասկանում է, չէ՞, որ ինչ-որ մի տոկոս բարոյական մարդիկ կան, որոնք գնահատում են այն ամենը, ինչ արել է Սամվել Կարապետյանը, ու երբ դու գործ ունես նման մարդու հետ, մի հատ էլ ինքը հանդիսանում է մարդ, որը հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր ու նշանակություն ունի, ու մի հատ էլ այս գրուզը վրան կա, որ ինքը всё-таки եկեղեցու դեմ է գնում, այդ հեշտ բան չի այդ ամեն ինչ, էլի ես պատկերացնում եմ Նիկոլը իրականում նես լավ օրեր չի ապրում, այո, ինքը փորձում է ցույց տա, որ տենց ինքը տենց ամեն ինչ կարում է բան, բայց վստահաբար շատ ծանր վիճակում է ինքը հիմա գտնվում ու ես դրա համար հասկանում եմ, որ իմպուլսիվ ինքը որոշել է տենց քրթով մի ձև դա կտրի։